Այսօր Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ։ Հանդիպմանը ներկայ էին Մայրաթորի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Մայրաթորի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ողջունելով Վրաստանի նախագահի այցը Հայաստան եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոսն ուրախություն հայտնեց երկու երկրների միջև առկա համագործակցության առիթով եւ շեշտեց, որ նման փոխայցելություններն ավելի են նպաստում երկու ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների զորացմանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Վրաստանի հայ համայնքին եւ նրա պատմական ու ներկա դերակատարությանը երկրի տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ բնագավառներում։ Հայոց հայրապետը գոհունակություն հայտնեց Վիրահայոց թեմի եւ հայ համայնքի եկեղեցական հարցերի կարգավորման ուղղությամբ վերջին շրջանում սկսված դրական գործընթացների կապակցությամբ եւ վստահություն արտահայտեց, որ դրանք կառաջնորդեն վիրահայերի հոգևոր կյանքի խնդիրների ամբողջական լուծմանը։ Հանդիպումից հետո Վրաստանի նախագահն այցելեց նաև Մայր տաճար, եղավ տաճարի ավանդատուն թանգարանում։